Այդ մարդիկ չէին, որ ասում են ոսկեպարի եկեղեցին տալիս են թուրքերին։ Այդ մարդիկ չէին, որ ասում են Կիրանցը տալիս են թուրքերին։ Այդ մարդիկ չէին, որ ասում են ոսկեպարի կեսը անցնում է Ադրբեջանին։ Հիմա ոսկեպարը սահմանը գծած է, գնացեք նայեք, ինչ է ադրբեջանցիներին տրվել։ Խորհրդային Հայաստանով ֆիքսված ոսկեպարի մի միլիմետր հող, սիրելի նոյեմբերանցիներ, Ադրբեջանին տրվել է, մի միլիմետր հող Ադրբեջանին տրվել է։ Կա տենց բան։ Ասում են Բաղանիսը տալիս են, Բաղանիսի հողերը տալիս են։ Բաղանիսի հողերից մի միլիմետր ադրբեջանցիներին տրվել է սկզբից։ Բաղանիսի մեր սիրելի ժողովուրդը կանգնել էր, բողոքում էր, վերջում արդեն ինձ ասում են, բախի ես հատվածներ չեք մտցրել, բախի այդ հատվածներ չեմ, հիմա առաջիկայում կմտցնենք, հիմա էլի գալու են ասեն, որ թուրքերի համար են անում, ասում են տները թուրքերի համար են սարքում, Երևանում, Հանրապետությունում 57,000 ընտանիք 2018 թվականից այս կողմ Հայաստանում տարբեր ծրագրերով 57,000 ընտանիք դարձել է տանտեր Հայաստանի պետական բյուջեից մենք տարբեր ծրագրերով $1 միլիարդ աջակցություն ենք տվել, որ մարդիկ տուն ունենան, ասում են թուրքերի համար են սարքում այդ տունը։ Տավուշի մարզում Էսպանիան 16 միլիոն ծրագրով 1931 հատ տուն է սարքում սահմանամերձ գյուղերում, այդ թվում Բերթավանում, Կողբում, Ոսկեպարում և Նոյեմբերանի սահմանամերձ գյուղերում։ Եվ մարդիկ նայում են այդ ամեն ինչին։ Եվ ասում եմ Սաֆարյան Բերթավանում պատվեց Սաֆարյան ազգանունով տներ սարքող կա, ասում եմ այդ մարդիկ, քանի որ հայերենի տառերի կեսը չգիտեն, Սաֆարյան գրածը առաջ երկուսը մի կերպ կարդում են, շարունակությունը չեն կարում կարդան, մոտավորապես են ասում։ Էս է խնդիրը։ Այդ մարդիկ հանդես են գալիս իբր Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության դիրքերից։ Ես այդ մարդկանց ասում եմ, Գալուգացու օլիգարխի, բանին, Քոչարյան Ռոբերտին, Մեկե Ծառուկյան Գագիկին։ Ասում եմ մտեք ուղիղ եթեր, Հայաստանի այդ առաքելական Սուրբ եկեղեցու արժեքները պաշտպանողներ, մտեք ուղիղ եթեր, առանց կողմնակի օգնության, ասեք, Աստվածաշունչը նոր կտակարանը ու ավետարանը իրարից ինչով է տարբերվում։ Մտեք ուղիղ եթեր։ Ով է հավատում, որ իրանցից որևէ մեկը կարա ասի, Աստվածաշունչը նոր կտակարանը, ավետարանը իրարից ինչով է տարբերվում։ Այդ մարդիկ այսօր հանդես են գալիս, ասում են, մենք արժեքներն ենք պաշտպանում։ Դուք ինչ արժեք ունեք։ Այսօր այդ մարդիկ եկել են ասում են, ինչ քարտեզ է կպցրել։ Փոխանակ ծովից ծով Հայաստանի քարտեզը կպցրի։ Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում, ժողովուրդ, ձեզանից ով Եվրոպայում կամ չգիտեմ Էմիրություններում կամ Ամերիկայում տուն ունի։ Դուք տուն ունեք։ Հա, դուք մի հոգի Իսպանիայում, մի հոգի Իսպանիայում տուն ունի։ Ես ուշադրություն եմ հրավիրում, որ նրանք ովքեր ծովից ծով Հայաստանում են, Հայաստանի մասին են խոսում, ասում են ես քարտեզը հանի ծովից ծով Հայաստանի քարտեզը կպցրու։ Նրանք բոլորը Եվրոպայում, Ամերիկայում, ուրիշ տեղեր լիքը տներ ունեն։ Եվ իրանք գիտեն, որ այս Հայաստանում իրանք Հայաստանից հեռանալու հնարավորության մասին երազելու են ու չեն կարալու Հայաստանից փախնելու մասին երազելու են ու չեն կարալու փախնեն։ Եվ այդ իրանց տները ծախվելու են և պետական բյուջե են գալու մտնելու։ Այդ դրա համար են մեզ մղում ծովից ծով Հայաստան։ Մենք ասում ենք ոչ, իրական մենք այլևս հայ ժողովուրդը պետքա պանդուխտի, գաղթականի, տրամաբանությունից դուրս գա։ Մենք հայրենիք փնտրելու կարիք չունենք, որովհետև Հայաստանի Հանրապետությունն է մեր երազանքների հայրենիքը, մեր ավետյաց երկիրը, եւ եթե Հայաստանի Հանրապետությունը ինչ որ մի բանով մեր երազանքներին չի համապատասխանում, մենք պետք է աշխատենք
եւ այն դարձնենք մեր երազանքներին համապատասխան։ Այսա նոր որակի պետությունը, որը մենք անվանում ենք 4-րդ հանրապետություն, որովհետեւ 4-րդ հանրապետությունը ոչ թե մակարման մասին է, այլ ապրելու մասին է։ Մենք մահ կամ ազատություն կարգախոսը փոխարինում ենք կյանքի պետություն կարգախոսով, կյանքի պետություն, որովհետև ինչի պետք է մենք մեր սեփական պետության մեջ առաջնորդվենք մահ կամ ազատություն կարգախոսով, մենք պետություն ունենք, մենք ազատություն ունենք, մենք անկախություն ունենք եւ այսօր Հայաստանը պետությունը ավելի քան երբևէ, անկախը ավելի քան երբևէ, ինքնիշխանը ավելի քան երբևէ, անկախը ավելի քան երբևէ Եվ այս ընտրությունների հարցերի հարցը հետևյալն է, Հայաստանի ժողովուրդը արդյոք տերականգնելու իր պետությանը։ Ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատված է խաղաղություն, եւ ես բոլորիդ շնորհավորում եմ խաղաղության առիթով, բոլորիդ շնորհավորում եմ խաղաղության առիթով։ Եվ մեր 9 ամսական խաղաղությունը նման է 9 ամսական երեխայի։ Այն տներում, որտեղ 9 ամսական երեխա կա, այդ երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է, այդ ընտանիքի ուրախությունը եւ երջանկությունը։ Բայց այդպիսին է խաղաղությունը Հայաստանի համար։ Բայց 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի հետ ունի մեկ ընդհանրություն եւս։ Եթե նրա նկատմամբ հոգ չտանենք, խնամք չտանենք, չի ապրի այդ երեխան։ Եվ այսա պատճառը, որ այս ընտրությունների հարցերի հարցը հետևյալն է, Հայաստանի ժողովուրդը տեր կանգնում է խաղաղությանը, թե տեր չի կանգնում խաղաղությանը։ Եվ եթե տեր է կանգնում խաղաղությանը, դրա լուծումը ու գործելակարգը մեկն է եւ շատ հստակ է։ Եվ ես այդ պատճառով բոլորիդ կոչ եմ անում, խնդրում եմ, հորդորում եմ 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ գործել հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է պատճառը, որ քվեարկում ենք 16-ին, որովհետեւ սա աթոռի կռիվ չի, սա պաշտոնի կռիվ չի, սա պայքար է հանուն պետության, հանուն անկախության, հանուն ապագայի եւ հանուն խաղաղության։ Եվ շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրը, որպես Հայաստանի քաղաքացի, իր ուժին առերեսվի։ Դուք պետք է առերեսվեք այն փաստին, թե ձեզնից յուրաքանչյուրը ինչքան ուժեղ է